30 տարի լրատվական դաշտում եմ եղել, մեծամասամբ զբաղվել եմ իրավական լրագրությամբ, Հայաստանի գրողների միության անդամ եմ, ունեմ հրապարակված գրքեր, գրախոսականներ բազմաթիվ պարգևներ ունեմ նաև որպես մարտական գործողությունների մասնակից, որպես զինվորական լրագրող, ցավոք սրտի հիվանդությունը ոչ մեկին չի անտեսում, միգուցե ստացվում է այնպես, որ Աստված ամեն մարդու տալիս է այնքան փորձություն, ինչքանով որ ինքը ուժեղ է, երևի իմ ուժեղության աստիճանով էլ այս փորձությունը ինձ է տրված, մետոտրեքսատ հորմոնից ախտահարված լյարդ ունեմ, որը երբ որ վերակենդանացման բաժանմունք եմ տեղափոխվել, գրեթե չէր գործում, արտմեդում եմ եղել վերակենդանացումում, դրենաժ են դրել, բավականին հեղուկ են հանել, ամեն դեպքում չեմ կարծում, որ շատ երիտասարդ եմ, 48 տարեկան եմ, բայց դեռ նպատակներ, երազանքներ, դեռ մարդկանց օգտակար լինելու ցանկություն ունեմ, եթե կարող եք ինչ-որ չափով ինձ օգնել, եղեք իմ կողքին, որովհետև ես արյունակից հարազատներ մենակ մեկը ունեմ, իմ տղան է, իմ տղան 23 տարեկան է, ապրում է հիմա սովորում է Ֆրանսիայում, պատրաստվում է թողնի ուսումը, որը իմ համար շատ սարսափելի կլինի, որ ինքը թողնի ուսումը մենակ մամայի համար։ Ձեզ ինչպիսի բուժում է պետք։ Լյարդի փոխպատվաստում են ասել, որովհետև լյարդը գրեթե կանգնած է եղել, հիմա էլ ես ոչ կարողանում եմ սնվել, ոչ կարողանում եմ միայն այդպես ջրով բերանս, այդպես շուրթերս թռչում եմ, եթե հնարավոր իրականացնել։ Հիմա տղաս էլ եւ էլի ընկերներ Գերմանիայի եւ Ֆրանսիայի հիվանդանոցների հետ են բանակցում, որպեսզի կարողանանք բժշկական վիզա ստանալ, որովհետեւ Հայաստանում Աստղիկում զանգել ենք 17 միլիոն դրամ արժե լյարդի փոխպատվաստումը, որը ես իրական չեմ համարում, նույնիսկ դրամահավաքի պայմաններում ես իմ ունեցած ամեն ինչը դրել եմ վաճառքի, բայց որպեսզի մնամ տղայիս կողքին, բայց եթե ես այնտեղ նույնիսկ վիրահատվեմ, հետո հետվիրահատական շրջան է լինելու, ես չեմ կարող անընդհատ մարդկանց խնդրել, որ ինձ օգնեն, դրա համար կցանկանայի, որ բժշկական վիզայով փորձեի գնալ այլ երկիր, որտեղ ինչպես ինձ արդեն բանակցությունների ընթացքում, ասենք խոսակցությունների հետ երևում է ավելի մատչելի կլինի հետվիրահատական շրջանը համենայն դեպս մեծ գումարներ չեմ վճարի, ես հաշմանդամության կարգել ունեմ ռևմատոիդ արթրոիդ հիվանդությամբ, դրա համար եմ խմել այդ հորմոնը, միանգամից իմ ձեռքերն ու ոտքերը սկսել էին չկործել, այնպես չի, որ շատ կուզենայի ես ձև տանջվել կամ ինչ-որ մեկից ինչ-որ բան խնդրել, չէի ցանկանա, ես միշտ եղել եմ մարդկանց կողքին ու չեմ ցանկանում ուղղակի, որ իմ տղան մենակ մնա։